Բարի երեկո, սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես եք, ոնց է տրամադրությունը, իմը շատ լավ է, սիրելի հետևորդներ, կապ չունի, որ առավոտվա 6-ից աշխատում ենք, չարչարվում ենք, վազքի մեջ ենք, բայց դե տրամադրությունը դրա հետ կապ չունի, թող մենք բոլորս ունենանք բարձր տրամադրություն և ուրախ շարժվենք առած, սիրելի հետևորդներ։ Հիմա էլ վերադարձը եկել եմ տորթերի տուն, նոր լավաշի արտադրամասում էի, եռուզեռ էր, հաց ու լավաշ էր վաճառվում, գծագրել էի կազմում, թե որ աշխատողը որ ժամին գա, որ առաքումը հացի որ ժամին ուղարկենք, մի խոսքով խառը ցուցակների մեջ էի, բայց մեկ էլ հիշեցի, ախր ես դեռ հլը բաներ ունեմ անելու, վլոգ ունեմ նկարահանելու, ու մեկ էլ հանկարծ մեր առաքման հեռախոսահամարին պատվեր եկավ, որ պիցցա են ցանկանում պատվիրել։ Հիմա ես և միտք ծագեց, որ ձեզ ոչ մի անգամ ցույց չեմ տվել, թե ես ինչպես եմ սաղեցնում պիցցայի խմորը և հետո պիցցայի պատվեր վերցնում և կուզենամ, որ այդ պրոցեսը ձեզ ցույց տամ, սիրելի հետևորդներ, որովհետև համ էլ շատ հարմար է, դուք էլ կարող եք խմորը սաղեցնել, պատրաստել սառցեխցիկում, թողնել այնտեղ, երբ որ հանկարծ ցանկանում եք պիցցա ուտել, հանել և արագի մեջ պատրաստել։ Հիմա ցույց տամ պրոցեսը, սիրելի հետևորդներ, նայեք, ունեմ այսպիսի կիսաֆաբրիկատ պիցցայի խմոր, շատ հաջող, մենք տեղում ենք պատրաստում։ Ուրեմն սառցեխցիկից հանում ես, 5 րոպե էլ հլը չեկած, արդեն ինքը փափկում դառնում է նորմալ խմոր, սիրելի հետևորդներ, բայց դուք կարող եք սառը վիճակում են, նույն րոպեն, երբ որ հանել եք, քսեք ամեն ինչը ինչ որ պահանջվում է և դնել թխելու շատ արագ։ Այսպես պատրաստել ենք, հիմա ինչ եմ անում, վրան քսելու եմ կետչուպ մայոնեզը, այսպես իրար հետ խառնած։ Սիրուն տարածում եմ, բայց կողքերի ես հատվածը, ես մայոնեզ ու կետչուպ չեմ քսում, որովհետև իր բորտերը պետք է սիրուն երևա, չպետք է ինքը, որ մայոնեզապատեն վառվելու է, ամբողջությամբ լավ չի լինելու, դրա համար է ես այսպիսի բաց թողում եմ անում, կողքերը թողնում եմ ազատ։ Համ պիցցայի պատվեր ենք ստացել, համ 2 բաժին ֆրի պատվեր ենք ստացել, հեսա ֆրին էլ ցույց կտամ, թե ինչպես ենք անում։ Այսպես քսում եմ, կետչուպ մայոնեզը աշխատեք շատ քիչ ու բարակ շերտով քսեք, որովհետև եթե շատ քսեցիք, մեջը թաց է լինելու և չի մեջը թխվելու նորմալ։ Այսպես անում եմ և պատվերը ստացել եմ վիչինայով։ Հիմա կտրելու եմ հեսա վիչինան, ցույց տամ, թե ես ինչ ձև եմ շարում վիչինան։ Այսպես կտրելու եմ, մանր հատիկներ անեմ երկարությամբ ու շարեմ վրան, այսպես կտրատում եմ և ասեմ, որ այս ամբողջական պիցցան մենք վաճառում ենք 2000 դրամով։ Հիմա կասեք ես ինչ մատչելի է, բայց դե էտ է, թող մի քիչ պակաս լինի, բայց հաճախորդը շատ լինի, թող ես մի ապրանքի մեջ քիչ աշխատեմ, բայց թող շատ վաճառվի, ոչ մի խնդիր, թող մեր ես հայ ժողովուրդն էլ այդքան շատ փող է չունեն, այդքան շատ եկամուտ է չունեն, նամանավանդ Ստեփանավանում աշխատատեղերը շատ քիչ են, շատ քիչ, թող հասանելի լինի բոլորին։ Այսպես շարում եմ վիչինան, մի փոքրիկ էլ այս մասում ավելացնեմ, տեսեք բավականին ինչքան վիչինա եմ արել, հետո ուզել եմ, որ վրան լինի մենակ լոլիկ, սիրելի հետևորդներ, դուք կարող եք ինչ ցանկանում եք դնել, կարող դնեք բիբար, գույնավոր բիբարներից, զեյթուն, սունկ, բայց մեր պատվիրատուն այս պայն ուզել է վիչինա, լոլիկ և պանիր և մենք պետք է կատարենք մեր հաճախորդի ցանկությունը, այսպես դնում եմ և վրան ավելացնելու եմ պանիր, այսպես մեր լոռի պանիրը լցնում եմ, կարող դուք էլ ուրիշ բաներով, ինչ ձեր սիրտը ցանկանում է, կարող եք սիրուն վրան լցնել, ես այսպես
անեմ, գեղեցիկ, որ պանիրն է սիրուն հալվի, լավ տեսք ստանա և կողքերը ինչ եմ անում, մի հատ զույգ եմ կսելու կողքերի հետ հատվածը, թող սիրուն կարմրի, գույնը կարմիր լինի, նախորոք արդեն ջեռոցը միացրել եմ, որպիսի տաքանա, որպիսի արագ թխվի, հեսա մինչև կթխվի, հավաքեմ պիցայի տուփը, պատրաստեմ ֆրի ամանները, այսպես և դնում եմ թխվելու 230-40 աստիճանով 5 րոպեից արդեն իսկ մեր պատվերը պատրաստ է, հեսա ես դուրս կա պատրաստի վիճակը ձեզ ցույց կտամ։ Տեսեք սիրելի հետևորդներ, 2 բաժին էլ ֆրի էինք պատվեր ստացել, լցրել եմ սենց սիրուն ամանների մեջ, պատրաստել ու սարքել, տեսեք թե ինչ սիրուն, կարմրաթուշ ֆրիներա, շատ համով, վրեն մենակ աղ ենք ավելացնում և վերջ, այսպիսի սիրուն ամանների մեջ ենք լցնում, սիրուն շատ հաջող է, բերում ենք սա այսպես և փակում, դժվարանում ենք փակել, տեսեք ինչքան սիրուն փաթեթավորում է լինում, հետո դնում ենք պատառաքաղ սիրուն և անձեռոցիկ, պատառաքաղ և անձեռոցիկ ենք հետո ավելացնում, այ այսպիսի 2 բաժին ֆրին, սիրուն, հեսա կդնենք ցելոֆանի մեջ, կփաթեթավորենք, որպիսի պիցայի հետ ուղարկենք մեր հաճախորդին, հիմա տեսնեմ թե ինչ վիճակում է պիցան, ոնց է թխվում, նայեք ջեռոցում, սիրուն, հլը ունի թխվելու, հեսա մոտ արդեն, տեսեք սիրուն, արդեն համարյա թե պատրաստ վիճակա, հեսա արդեն հավաքեմ պիցայի կարոպկեն, արդեն պատրաստ է, տեսեք սիրուն կարմրելա կողքերը, սիրուն տեսք է ստացել, հիմա պիցայի կարոպկեն արդեն հավաքել եմ, սիրելի հետևորդներ, և տակը այսպիսի բարյախորժակի թուղթ եմ գրում, արդեն իսկ մենք մեր բարյախորժակի թղթերը պատվիրել ենք մեր իսկ արդեն հեռախոսի համարով, մեր առաքման և հասցեով, մի հատ հայք մոտիկից նայեք, տեսեք թե երբ որ դուք ուտեք ու տեսնեք հավանեք, անմիջապես փնտրեք հեռախոսը համարը, զանգահարեք կամ հասցեք, մոտեցեք սիրելի հետևորդներ, այսպես փռում ենք պիցայի տակը և տեղափոխում ենք մեր պիցան, դդդդմ, օպաս, ու կտրելու ենք, բաժանելու ենք մասերի, որպիսի մեր հաճախորդները չտանջվեն, թող տանջվողը մենք լինենք, այսպես 8 հավասար մասի ենք բաժանում, 8 կտոր պիցա ենք ստացել, որի համար վճարում են ընդամենը 2000 դրամ, և այսպես սիրուն փակում ենք պիցայի մեր տուփը, ֆրիները դնելու ենք այսպես վրեն, հեսա տանենք պատառաքաղ և անձեռոցիկ ավելացնենք և մեր առաքիչը արագորեն տանի հասցե, որպիսի ուտեն, վայելեն մեր տակ-տակ թե ֆրին, թե պիցա, սիրելի հետևորդներ, եթե ինչ-որ մեկին հետաքրքրեց, կարող է անմիջապես զանգահարել և պանտվեր գրածել մինչև ժամը 11-ը, գիշերվա 23:00-ն մենք աշխատում ենք և այդ նույն րոպեին էլ ունենում ենք տաք պիցա, տաք ֆրի, ամեն ինչ տաք-տաք, նույն րոպեին պատասում, ուղարկում այնպես, որ կարող եք զանգահարել առանց կասկածի, մոտենամ այնտեղ ձևավորեմ ու ցույց տամ, գնացինք, այսպես դրեցինք ֆրիին պիցան, սոուսը նախատեսած ֆրիի համար, 2 պատառաքաղ և անձեռոցիկ, թող անուշ լինի, պատվերը կատարեցինք, ճանապարհեցինք, գնաց, հույսով եմ մեր պատվիրատուն գոհ կմնա, չնայած մեր երկար ժամանակվա պատվիրատուն է, եթե վատը լիներ, հաստատ չէր ուզի, շաբաթական երևի 3-4 անգամ պատվեր է անում, ըստ դրանից ենթադրություն, որ հավանել են, չհավանելու դեպքում էլ տվյալ տեղից չեն օգտվում, ըստ իմ կարծիքի։ Այսօր ներկայացրեցի կիսաֆաբրիկատ վիճակում ինչպես ստանալ պիցա, ոնց կարող եք պատրաստել,
Եվ ուզում եմ, որ մի փոքրիկ էլ այսօր տեսնեք, թե լավաշի արտադրամասում ես ինչպես էի լավաշը բացում եւ փռում լինիայի վրա, ուզեմ, որ դա էլ տեսնեք, Հայկ այսօր այցելել էր իմ մոտ, եկել էր լավաշ բերեր շաուրմա պատրաստելու համար եւ առիթը բաց չթողեցինք, թե Գոհարարի մի հատ էլ քեզ չրտմա անելուց նկարեմ եւ Հայկի խնդրանքը չմերժեցի, ասի արի Հայկ ջան, դե լավ։ Այդ աշխատողին ասեցի կներեք Տիկին Արմինե, մի փոքրիկ են կողմ կանգնեք, թող ես գցեմ, նկարենք, Հայկը այդպես է ուզում։ Այդ ասիրուն կանգնեցի ու նկարահանվեցինք, ուզեմ որ դա էլ տեսնեք հեսա։ Մեծ սիրով ձեզ համար, ձեր հետ Գոհարն էր, որը ձեզ շատ սիրում, կարոտում եւ սպասում է այն ժամը, երբ պետք է միանա ձեզ հետ, սիրելի հետևորդներ։ Դուք էլ այդպես ակտիվ, միշտ նայեք, միշտ մեկնաբանեք, գրեք, ես բոլորը ընդունում եմ շատ լավ, սիրելի հետևորդներ։ Անչափ շնորհակալ եմ ինձ լսելու, նայելու եւ գնահատական տալու համար։ Ձեր հետ Գոհարն էր, ցտեսություն։ Այնով է Գոհար ասում։ Աշխատանքային պրոցես։ Հայկ եկելա նկարահանման։ Հայկ։ Հաստատ։ Ձենը դզվել է մի հատ խոսա, որ պենան դու ես։ Դրիվ չի դզվե Գոհար, սպասի։ Դու էլ մեկ ու մեջ խոսա։ Ոնց եք սիրելի հետևորդներ։ Մենք սենց խառը։ Ալյուրի մեջ խորար։ Եղեք ալյուրի մեջ խոր։ Ատե հոչի բաղը։ Դանդավարկել է էլ, նա է ետևանա, մի կուշու տարադացնել է հետևանք վարմարը։ Պասմ դեր այդ է դարի պասմ։ Ինքի տարագացի, որտեղ է տացել է կարավարի։ Չի արագացել, թե նորմալ է։ Ինչքան է տաղտիկին է, որ։ Լավ է։ Անտիկ Գոհար։ Ես ասում ես ինձ մի հատ շփմաները սովորացնում, ուզում ես այդ ալյուրը մեզ։ Հա։ Всё, ладно, вот, капец, ребята.